Ջնջում, ավերում ու ոչնչացնում է Ադրբեջանը հայկական պատմամշակութային հուշարձանները բռնազավթված Արցախի տարածքում։ Միացյալ Նահանգների միջազգային կրոնական ազատության հանձնաժողովն է 2024-ի տարեկան զեկույցում անդրադարձել խնդրին։ Ավելին կոչ է արել ԱՄՆ կառավարությանը պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի կառավարական կառույցների դեմ, անկախ միջազգային դիտորդական առաքելություն ապահովել մշակութային եւ կրոնական ժառանգության վայրերը հետազոտելու եւ փաստաթղթավորելու համար։ Նման փաստերը բավականին կարևոր են մի քանի առումներով եւ տեղեկատվական դաշտում համապատասխան պայքար տանելու թեմայի հետ կապված իրազեկվածության աստիճանը բարձրացնելու եւ իրավական դաշտում կարևոր գործիք կարող է հանդիսանալ համապատասխան դատական պրոցեսներում։ Զեկույցում հիշատակվում է նաև Freedom House իրավապաշտպան կազմակերպության ուսումնասիրությունը, ըստ որի Ադրբեջանը հայ բնակչությանը Ղարաբաղից ամբողջությամբ տեղահանելու եւ նրանց մշակութային ու պատմական ներկայության հետքերը ոչնչացնելու համակարգված ռազմավարություն է իրականացնում։ 2024 թվականը մշակութային արժեքների ոչնչացման ծավալներով խիստ ահագնացող էր։ Այս պարագայում այս զեկույցը շատ ավելի կարևոր է, քանզի շատ մանրակրկտորեն է անդրադառնում եւ շատ ավելի ուղիղ հասցեական է անդրադառնում Ադրբեջանի կողմից արդեն մարդու իրավունքների խախտումներին կապելով դաժառանգության հետ եւ նաեւ շեշտադրում է վերադարձի իրավունքի եւ արցախահայերի իրենց հուշարձանների հետ հաղորդակցման իրավունքի կարեւորությունը։ Միջազգային մեկ այլ կազմակերպության Caucasus Heritage Watch-ի արբանյակային տվյալների հիման վրա արձանագրվել են մի շարք կրոնական վայրերի վնասներն ու ավերածությունները։ Խոսքը մասնավորապես հայկական երկու գերեզմանոցների, 19-րդ դարի եկեղեցու եւ վտանգի տակ գտնվող այլ հուշարձանների մասին է։ Հայ հետազոտողների տվյալներով 2020 թվականից մինչև օրս ոչնչացրել են հայկական պատմամշակութային ժառանգության ավելի քան 570 կառույց։ Կարևոր ճարտարապետական կառույց էր Բերձորի Սուրբ Համբարձում եկեղեցին, որը կրկին հիմնահատակ ոչնչացվել է։ Բացի դա նաև Կանաչ Ժամ Սուրբ Հովհաննես Մկրտչի եկեղեցին է հիմնահատակ ավերվել եւ այս դեպքում կարևոր է շեշտադրել, որ Կանաչ Ժամի հետ կապված սա ժառանգության խոշտանգում է նաև, որովհետև սկզբում նրանք պայթեցրին եկեղեցու գմբեթը, համարեցին ռուս ուղղափառ, այնուհետև Կանաչ Ժամը համարեցին աղվանական եւ հետո կողմնորոշվելով թե յուրացման ինչ քաղաքականություն ընտրեն, այն հիմնահատակը կետին հավասարեցրին։ Միացյալ Նահանգների միջազգային կրոնական ազատության հանձնաժողովն առաջարկում է նաև, որ ԱՄՆ կոնգրեսը լսումներ անցկացնի Ադրբեջանում կրոնական ազատության խնդրի շուրջ։ Միջազգային հանրությունը սկսել է ֆիքսել հայերի դարավոր ժառանգությունը, պատմությունը ցինիկաբար ջնջում է Ալիևը։ Հարցնում են մասնագետները, իսկ երբ կձայնեն այս մասին մեր իշխանությունները։ Սվետլանա Ավդիշյան, ժամը լրատվական։